Պատկերացրեք տարիներ շարունակ ստաբիլ ձևով գնում եք եկեղեցի, որովհետև մտածում եք, որ Աստծո հետ ապահով է։ Ամեն ինչ անում եք, որ հանկարծ մեղք չգործեք։ Հանկարծ Աստված ձեր գլխից ձեռքը չքաշի, որովհետև դևերը պատրաստ այդ պահին են սպասում։ Ծնված օրվանից դա եք լսել ու բոլոր մարդիկ ձեր շրջապատում կիսում են ձեր հավատքն ու գաղափարախոսությունները։ Բայց ժամանակի ընթացքում հասկանում եք, որ այն եկեղեցին ու հավատքը, որ ձեզ հավիտենական կյանք էր խոստանում, դարձել է ձեր մղձավանջների պատճառը։ Ինչ են մկրտում մահացածներին, ինչի այդ ծեսը դարձել պարանորմալ երևույթների պատճառ ու ինչի այս ամեն ինչի կապը չեն նկատում մորմոնները։ Բարի գալուս Case Closed, որտեղ խոսում ենք մարդասպանների, սեփական մարդասպանների, դաժանության, դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Հիշեցնեմ, որ ալիքում բոլոր պատմությունները իրական են ու նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Պարանորմալ երևույթների դեպքում իհարկե դուք եք որոշում հավատաք թե չէ, բայց ինձ թվում է երկու դեպքում էլ հետաքրքիր է։ Ես ինքս այդքան չեմ հավատում, եթե նախորդ տեսանյութերից էլի նայել եք, գիտեք, որ այդ ամեն ինչը չեմ պատմում, որ վախեցնեմ, պատմում եմ, որ ցույց տամ, որ սարքած է ամեն ինչ։ Բայց այս պատմությունը մի քիչ ավելի մոտ է իրականությանը։ Պատմությունը վերցրել եմ Reddit-ից, կարդալու ենք հենց հեղինակի խոսքերով, բայց քանի որ անգլերեն է գրված եղել, իհարկե թարգմանել եմ ու ինքը էստեղ է։ Վերջում կկարդանք այդ post-ի տակ գրված մեկնաբանությունները, իսկ ձեր պատմությունները կարող եք թողնել այս վիդեոյի մեկնաբանություններում, որովհետև շուտով կլինի ձեր պատմությունների 5-րդ, 4-րդ կամ 5-րդ մասը։ Ինչքան շուտով, չգիտեմ։ Փորձում եմ։ Հիշեցնեմ, որ վերցնելու եմ այն մեկնաբանությունները, որոնց հեղինակները բաժանորդագրված են ալիքին։ Ես ամեն ինչ տեսնում եմ։ Անցնում ենք առաջ։ Մահանալուց առաջ տատիկս մորս ասեց, որ սատանան նրան ասել էր. «Ես քեզ չկարողացա հասնել, բայց կհասնեմ քո երեխաներին»։ Հիշում եմ, որ փոքր տարիքում միշտ վախենում էի, որ սատանան կհասնի ինձ ու դրա համար փորձում էի ամեն ինչ ճիշտ անել։ Տարիներ շարունակ իմ ընտանիքում անընդհատ պարանորմալ երևույթներ էին տեղի ունենում։ Մի քանի անգամ մեր տունը օրհնել են։ Ես մտածում էի, որ դա նորմալ էր բոլորի համար։ No, մինչև ամուսնացա ու ամուսինս ասեց, որ երբեք պարանորմալ երևույթի ականատես չի եղել։ Մինչև ինձ հանդիպելը։ Ես մեծացել եմ խիստ LDS ընտանիքում, այդ մորմոնների եկեղեցին է։ Ամեն գիշեր Աստվածաշունչ էինք կարդում ու երբ որ տարիքս թույլ տվեց, մասնակցեցի մահացածի մկրտությանը։ Այս post-ը շատ շուտ եմ թարգմանել, ժամանակ չի եղել վիդեո նկարելու, բայց անկեղծ չեմ հիշում մեծ մասը ինչ էր։ Այս երևույթի մասին երբեք ոչ մի տեղ չի լսել, բայց եթե ճիշտ եմ հասկանում, վերցնում են մահացած մի մարդու, այսինքն այդ մարդուն մկրտում են, բայց քանի որ ինքը մահացած է ու մարմինը չեն կարող օգտագործել, վերցնում են եկեղեցու անդամներից մեկին, որ դեռ ողջ է, իր մարմինը օգտագործում են մահացածին մկրտելու համար։ Ես մորմոն չեմ, երբեք այդ եկեղեցու հետ կապ չեմ ունեցել, բայց եթե ուսումնասիրել եք կամ եթե եղել եք այդ ամեն ինչի մեջ, գիտեք ավելի լավ եք հասկանում, խնդրում եմ կիսվեք։ Մտածում էի, որ իմ ուժերի սահմաններում ամեն ինչ անում էի չար ուժերից հեռու մնալու համար, մինչև մի օր քույրս մի բան ասեց, որ ստիպեց ամեն ինչ կասկածի տակ դնել։ Ասեց, որ ամեն անգամ Աստվածաշունչը կարդալուց հետո քնիկ հատված էր ունենում։ Սա մեր իմացած Աստվածաշունչը չի ու երևի սխալ եմ անում, որ Աստվածաշունչ եմ ասում, բայց իրանք կարդում են մորմոնի գիրքը։ Իրանց համար Աստվածաշունչը սա է։ Այս գրքում մարգարեները հին ամերիկացիներ էին։ Հիսուսը այդտեղ էր գնացել։ Չնայած որ կրոնը քրիստոնեությանը ինչ որ չափով մոտ է, ինքը շատ բաներով է տարբերվում, գաղափարախոսությունը լրիվ ուրիշ է, էլի նույն Աստծուն են հավատում։ Շատ վախենալու բաներ էր տեսնում ու անգամ զգում էր, թե ոնց էր մի մարդ հրում կրծքավանդակից։ Ասեց, որ երբեք քնիկ հատված չէր ունենում, եթե մորմոնի գիրքը չէր կարդում ու դրա համար չէր ուզում կարդալ։ Ես չգիտեի ինչ ասեի, որովհետև ես էլ չէի ուզում կարդալ։ Մայրս մեզ ասում էր, որ ինչքան Աստծուն մոտ ես լինում, այդքան ավելի շատ է սատանան հարձակվում։ Սարսափելի էր դա լսելը։ Բնականաբար, տատիկի ասածն էլ այս երեխեքին չպիտի հասներ։ Արդեն վախեցած էին։ Շատ սարսափելի բաներ են տեղի ունեցել։ Բաներ էինք տեսնում, լսում, մի անգամ նույնիսկ քրոջը սենյակը ավիրվել էր։ Մեկ-մեկ ուզում եմ բաներ պատմեմ, հետո հասկանում եմ, որ ինչքան էլ որ ես ասում եմ նախատեսված չի անչափահասների համար, մեկը 10 տարեկան երեխեք են գալիս նայում ու չեմ ուզում պատմեմ։
Գրեք քանի տարեկան եք։ Իմ անձնական ամենասարսափելի փորձերից մեկը տատիկիս ու պապիկիս տանն էր, ովքեր չափազանց խիստ մորմոններ էին։ Ես քնած էի վերևի հարկի սենյակում ու լսեցի, որ ինչ-որ մեկը իմ սենյակում վազում էր։ Գիշերվա կեսներ ու թվում էր, որ չի վերջանում։ Երբ վերջապես համարձակություն հավաքեցի ու դուրս վազեցի սենյակից, գնացի ծնողներիս սենյակ, վերցրեցի մորս հեռախոսը, որ եկեղեցական երաժշտություն միացնեմ ու չար հոգիներից ազատվեմ։ Ես չէի հասկանում, ոնց կարող էր տատիկիս ու տատիկիս տանը նման բան կատարվել, հաշվի առնելով, թե ինչքան նվիրված էին եկեղեցուն։ Մտածում էի, որ հնարավոր չի վատ հոգիները կարողանան իրանց հասնել։ Մտածում էի, որ տան միակ պիղծ մարդը ես էի ու հոգիներին իմ հետ էի բերել։ Այս ամեն ինչը կատարվում է, երբ աղջիկը դեռ շատ փոքր է տարիքով։ Ես համարում եմ մանկական տրավմա։ Հաջորդ դասին կարդում ենք ձեր մանկական տրավմաները։ Տատիկս ու պապիկս տուն ունեին։ Մի անգամ հորս հետ գնացել էի այդտեղ։ Գիշերը շատ ուշ հասանք։ Հետևի դուռը մինչև վերջ բաց էր ու դա շատ տարօրինակ էր, որովհետև մի քանի շաբաթ ոչ ոք այդ տանը չէր մնացել։ Ես ու հայրս սկսեցինք սենյակները ստուգել ու երբ մտանք լոգարան, հայելու մեջ մեր հայացքները հանդիպեցին։ Հորս դեմքի կեսը ավելի ներքև էր ու թվում էր, որ հալվում էր։ Հայրս հետևիցս եկավ ու ասեց. «Ես էլ տեսա, հանգստացի, ընդամենը պիտի օրհնենք տունը»։ Ու չեն վախենում, որովհետև իրանց համար սովորական բան է դարձել։ Այդ սովորական չի։ Երբ հանդիպեցի ամուսնուս, եկեղեցում ամուսնացանք, ինքն էլ սկսեց պարանորմալ երևույթներ նկատել։ Մի քանի անգամ սատանայի գլխի ստվեր ենք նկատել։ Մի անգամ ամուսնուս թվաց, որ իրեն վախեցնելու համար սենյակում չորեքթաթ վազում էի։ No way. Divorce, babe. Divorce, babe, divorce. Հետո նաև միջանցքում տեսավ, բայց հետո պարզվեց, որ ամբողջ ընթացքում բաղնիքում էի։ Մի գիշեր, երբ ամուսնուս ծնողների տանն էինք, շատ պարզ լսեցինք, թե ոնց էր ինչ-որ մեկը տանիքում քայլում ու ցատկում։ Հաջորդ օրը դրա մասին ծնողներիս պատմեցի ու ասեցին, որ նույն բանը նույն գիշերը իրենց տանն էր տեղի ունեցել։ Վերնահարկն էին ստուգել, որովհետև պարզ լսել էին, որ ինչ-որ մեկը քայլում ու ցատկում էր վերևում։ Երբ հղիացա առաջին անգամ, չար հոգիների հանդեպ չափազանց զգայուն դարձա։ Ինձ թվում էր հակառակը կլինի։ Եթե անգամ հեռախոսով պատահական մի փոքր վախենալու տեսանյութ էի տեսնում, սկսում էի մղձավանջներ ունենալ կամ վախենալու բաներ էին կատարվում։ Սովորաբար, երբ որ երազ եմ տեսնում, լրիվ գիտակցում եմ, որ իրական չի ու եթե զգում եմ, որ վախենալու բան պիտի տեղի ունենա, երազումս փորձում եմ քնել ու արթնանում եմ իրական կյանքում։ Այդ գիշեր սարսափելի երազ էի տեսնում, որտեղ գիտեի, որ իմ սենյակում վախենալու բան կա ու որ հնարավորինս արագ պիտի քնեմ։ Արթնացա մեր հին տանը, քրոջս կողքին նստած։ Քույրս ցույց էր տալիս մահճակալի ծայրը, որտեղ ինչ-որ մութ երևույթ էր նստած։ Ես շատ վախեցա ու նորից փորձեցի քնել, բայց արթնացա տատիկիս ու պապիկիս տանը, որտեղ մի քանի մութ երևույթներ շրջում էին անկյուններում։ Ես շարունակում էի արթնանալ տարբեր սարսափելի սենյակներում, որտեղ նախկինում ապրել եմ։ Սա անընդհատ կրկնվում էր ու թվում էր, որ վերջ չունի։ Ես չգիտեմ ինչ ժամանակահատվածի էի ուզում հասնել, բայց անկեղծ մտածում էի, որ դժոխքում եմ։ Երբ վերջապես արթնացա ամուսնուս կողքին, խելագարի պես գոռալով լաց էի լինում։ Կյանքումս երբեք այդպես չէի լացել։ Այդ դեպքից հետո վախենում էի քնել։ Անկեղծ չեմ կարող բացատրել, թե ինչքան սարսափելի էր։ Գիշերազգեստով էի քնում ու վախենում էի առանց դրա քնել։ Մորմոնները մինչև ամուսնանալիս իրանցով են քնում։ Թե ինչքանով ինքը կարող է ձեզ պաշտպանել դևերից, չգիտեմ, բայց չեմ էլ ուզում իմանալ։ Մորմոնների եկեղեցում մեզ միշտ ասում էին, որ սատանան ավելի շատ է փորձում մոտենալ այն մարդկանց, ովքեր Աստծուն մոտ են։ Այն մարդկանց, ովքեր չեն հետևում եկեղեցու գաղափարներին, չի անհանգստացնում, որովհետև արդեն իրան են պատկանում։ Դա կոչվում է մանիպուլյացիա։ Եկեղեցին լքելուց հետո ես ու ամուսինս պարանորմալ երևույթներ գրեթե չենք նկատել։ Օй, շատ հետաքրքիր էր, տեսնես ինչու։ Համացանցում մի հրապարակման մեկնաբանություններում կարդացել եմ, որ մահացածի մկրտության արարողությունը կատարվում է միջնորդով, ինչը նշանակում է, որ դուք նրանց հոգուն հրավիրում եք ձեր մարմին, որ մկրտվի։ Ճիշտ էի հասկացել, փաստորեն երեխա։ Ես հիմա խելագարվում եմ, որ մտածում եմ պատահական հոգիների հրավիրել եմ իմ մարմնում ապրելու։ Երբեք չեմ հասկացել, թե ինչ են մահացածների համար մկրտություն անում ու ինչ եթե չար մանկապիղծ կամ սատանայապաշտ լիներ։ Եկեք այսօր չխոսանք մանկապիղծներից, որովհետև հաջորդ շաբաթ լավ երկար խոսալու ենք։ Ստիպում եմ մտածել, թե եկեղեցու ինչ ուրիշ գաղափարներ են ավելի սատանայական, քան աստվածապաշտ։ Կարող է ասեն, որ պաշտում են նույն Աստծուն, կարող է կոնկրետ մարդու վերցնեն ու սկսեն պաշտել, բայց ինքը մարդկանց շատերին տանում է կործանման կամ գոնե ստիպում է, որ ինչ-որ ձևով օգնեն այն մարդուն, ով ստեղծել այդ ամեն ինչը։ Օրինակներից մեկը, եթե ավելի շատ եք ուզում խորանալ, խնդրեմ։ Օրինակ գիշերազգեստի վրայի սիմվոլները։ Այս սիմվոլները գոնե ձևով որ ներկայացվում են, տարօրինակ չեն իրականում, որովհետև նշանակում են անկեղծություն, ինքնակառավարում, խնամք ու կարեկցանք,
բայց շատերը մտածում են, որ դա չի իրական նշանակությունը ու իրական նշանակությունը իրանցից թաքցնում են։ Ուրիշ ինչ չգիտեմ, սարսափելի է, բայց հանգիստ եմ, որ ստիպված չեմ անընդհատ պայքարել հոգու ու մարմնի միջև։ Հուզվեցի սա գրելուց, որովհետև այս դեպքերից շատերը մեծ հոգեբանական տրավմա են հասցրել ինձ։ Կա ինչ-որ մեկը, որ նման փորձառություն է ունեցել կրոնի հետ կապված կամ կարող է ինչ-որ մեկը բացատրել։ Ես ինքս նման փորձառություն երբեք չեմ ունեցել։ Պարանորմալ երևույթներ միգուցե եղել են, բայց երբեք եկեղեցու հետ չեմ կապել, բայց գիտեմ շատ մարդկանց ու լսել եմ շատ պատմություններ։ Հիմնականում շատ եղել է մորմոնների եկեղեցու հետ, որովհետև այն ամեն ինչ մենք լսում ենք, հիմնականում գալիս է Ամերիկայից, որտեղ իրանք շատ են։ Մեկնաբանություններում շատերը համաձայն են, որ որոշ եկեղեցական համայնքներում նման տարօրինակ բաները շատ են լինում, որ չես նկատում, ինչև այդ միջավայրից դուրս չես գալիս։ Օգտատերից մեկը գրել է. Ես էլ եմ մեծացել մորմոնների եկեղեցում ու պաշտոնապես դուրս եմ եկել 18 տարեկանում։ Տարիների ընթացքում անընդհատ մտածում էի, թե արդյոք եկեղեցին նպաստում էր իմ հետ կատարվող սարսափելի երևույթներին։ Հավանաբար, թվում էր, որ ինչքան խորանում էի եկեղեցու մեջ, ինչքան շատ էի փորձում, այդքան ավելի էին վատանում քնիկ հատվածները։ Ամեն գիշեր մի քանի անգամ սարսափելի քնիկ հատվածներ էի ունենում։ Անբացատրելի բաներ էին կատարվում աղջիկների ճամբարում, նրանց տրամադրած տնակներում ու իմ սեփական տանը։ Ես չէի հասկանում ինչ էր կատարվում, որովհետև ենթադրում էի, որ երկնային հայրը մեզ միշտ չարից կպաշտպանի։ Երբ որ լքեցի ու վերջերս սկսեցի Աստծո հետ հարաբերություններս վերականգնել արդեն եկեղեցուց դուրս, ոչ մի անհանգստություն կամ պարանորմալ երևույթներից վախ չեմ զգացել։ Ես երբեք չեմ բարձրաձայնել այն կապի մասին, որ տեսնում էի մորմոնների եկեղեցու ու պարանորմալ երևույթների միջև ու ուրախ եմ, որ որոշեցիք ձեր փորձով կիսվել։ Ես ի սրտե հավատում եմ, որ այդ եկեղեցում չարիք կա ու շատ երջանիկ եմ, որ այլևս թակարդում չեմ։ Մեր կատարած ծեսերը ու թե ինչերի նկատմամբ էին դրանք մեզ խոցելի դարձնում, ինձ շատ է հետաքրքրում։ Շատ մարդիկ մեկնաբանություններում կիսում են այս կարծիքը, իսկ մյուսները արդարացնում են այդ ծեսերը, ասում են, որ չար ու վտանգավոր ոչ մի բան չկա ու այս երևույթները իրանց կրոնի հետ բացարձակ կապ չունեն։ Կներեք, որ ասում եմ, բայց իմ կարծիքով մահացածների մկրտությունը սխալ է ու բաց հրավերք է պարանորմալ երևույթների համար։ Ըստ իս բախտագուշակի մոտ գնալուց դա ոչինչով չի տարբերվում։ Ձեր հավատքը ձեր պայմաններով պահեք։ Շատ հստակ չեմ ուզում ոչ մի բան ասեմ, որովհետև չեմ խորացել այս ամեն ինչի մեջ, անկախ նրանից հավատում եք թե չէ, որ մահացած մարդկանց հոգիները նորից մկրտելը իմաստ ունի, ինձ թվում է ինքը բոլորիս համար աննորմալ երևույթ է ու ուղղակի պիտի դրա մեջ լինես, ուղղակի պիտի լվացած լինեն, որ սկսես հավատալ, որ լավ բան ես անում։ Նման բաների պատճառով այս եկեղեցական խմբերը համարվում են ոչ թե ուրիշ կրոն, այլ աղանդ, սեկտա, cult։ Ես առաջ դրա մասին ոչ մի բան չգիտեի, հիմա գիտեմ, բայց շատ քիչ, դրա համար խնդրում եմ կոմենտներում ոչ մեկի չքլնգել։ Եթե ունեք կարծիք, եթե ունեք պատմություններ, կիսվում ենք ներքևում, բայց այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, երբ որ ժամանակ ունենամ։ Ու հավես։ Bye։